Առաջին եթերում հարցազրույցն է։ Բարև ձեզ։ Ազգային ժողովի անցած քառօրյայից հետո էներգետիկ ոլորտին առնչվող հարցերը շարունակում են մնալ օրակարգում։ Ընդ որում քաղաքական ազդեցությունը այդ հարցերի շուրջ քննարկումների վրա նույնպես շարունակում է ճնշող մնալ։ Իսկ դա իր հերթին ծնում է նոր հարցեր եւ տեղեկացվածության պակաս։ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսյան, բարև ձեզ։ Բարև Մովսյան։ Բերեք սկսենք ամենաթարմ օրինակից, որոտանների հեկերի վաճառքից։ Եվ առաջին կետը, որից ես կցանկանայի սկսենք, ով է գնորդը։ Գնորդը ամերիկյան ընկերություն է, Contour Global ընկերությունների խումբը, որը բավականին մեծ այսօր համբավ ունի Միացյալ Նահանգներում, տիրապետում է շուրջ 3500 մեգավատ հզորության տարբեր էլեկտրակայանների, 2012 թվականի շահույթը կազմել է շուրջ $1 միլիարդ։ Այսինքն հայտնի ընկերություն է։ Այո։ Գրանցված օֆշորում, այսպիսի արտահայտության էլ հանդիպեցինք։ Ուրեմն նա գնում է կայանը իր ամերիկյան դուստր ընկերության միջոցով, որը ամերիկյան գրանցում ունի եւ ամերիկյան ծագում ունի։ Իսկ Contour Global ընկերությունը համարվում է ամերիկյան ընկերություն։ Այսինքն այդ արտահայտությունը որտեղից է շրջանառվում, որ ինքը օֆշորային ընկերություն է։ Միացյալ Նահանգներում դա ընդունված բան է, թե որտեղ գրանցել են, որպեսզի ավելի պարզ հարկային պարտավորություններ ունենան։ Այդտեղից է գալիս ընդհանրապես։ Շատ բարի։ Պարոն Մովսյան, իսկ ինչու $150 միլիոն։ Երբ որոշ մասնագետներ կամ հատկապես քաղաքական գործիչների շուրթերից հնչում է, որ այն կարող էր 3-հապատիկ, 4-հապատիկ ավելին արժանալ։ Որպեսզի ճիշտ պատկերացնենք ամբողջ գործարկեությունը, նախ փորձեմ ներկայացնել, թե մենք ինչ ենք անել վաճառքի։ Ինչ է իրանից ներկայացնում Որոտան Կասկադ փակbaşնետիրական ընկերության գույքը։ Դա մի կայան է, որը տարեկան արտադրում է 1 միլիարդ պլյուս-մինուս 10% կիլովատ-ժամ էլեկտրաէներգիա։ Ինչի պլյուս-մինուս 10%, դա կախված է եղանակային պայմաններից տվյալ տարվա։ Ձյունառատ կլինի, տեղումները շատ կլինեն, թե չէ։ Ինչ է իրանից ներկայացնում հարցում Սևանի բաստողումների հետ կապ ունի։ Ոչ, նա Սևանի հետ որևիցե կապ չունի։ 1 միլիարդ կիլովատ-ժամ էլեկտրաէներգիան արտադրելու համար կայանը ունի 404 մեգավատ հզորություն։ Այս կայանի հզորություն սարքավորումները, այդ հզորությունը ապահովող սարքավորումները, հիդրոտեխնիկական կառույցները ունեն շուրջ 40 տարվա տարիք։ Եվ մենք հանել ենք վաճառքի այս 40 տարվա սարքավորումները իր հիդրոտեխնիկական կառույցներով։ Ինչ է ենթադրում, ինչ է ակնկալում գնորդը։ Գնորդը ակնկալում է նման դեպքերում, որ պետք է ունենա այնպիսի հասույթ, որը կարողանա ապահովի իր բնականոն շահագործումը նշված կայանի, իսկ 40 տարվա կայանը նշանակում է յուրաքանչյուր տարվի շահագործման ծախսերը ավելի կմեծանան, քան եղել է թարմ վիճակում։ Օրինակը բերեմ, մեքենան երբ որ ասում են հնացել է, փորձում են փոխել ավելի թարմ մեքենայով, որտեղ շահագործման ծախսերը ավելի է մեծանում։ Նույնը այստեղ է, որևիցե տարբերություն չկա։ Սարքավորումները ինչքան հնանում են, այնքան շահագործման ծախսերը ավելի մեծանում են բնականորեն։ Այսինքն $180 միլիոն սահմանագիծը ինչ սկզբունք Ես բերում եմ դրան, թե ինչպես ենք դա հաշվարկում։ Այսինքն պետք է կարողանանք ապահովել այնպիսի հասույթ, որը կապահովի բնականոն շահագործումը կայանի, եւ բնականաբար այն գինը, որը պետք է վճարի գնորդը, պետք է նաեւ հասույթ ունենա այնքան մեծություն, որ կարողանա նրա այդ գնման գինը հետ վերադարձնի իրեն եւ բնականաբար նաեւ դրան համարժեք շահույթով։ Բայց մինչ այդ ներդրում պիտի անի։ Մինչ այդ ներդրում պիտի անի։ Չկա՞ ներդրումները առանձին հոդված է։ Այսինքն գնման գինը պետք է իր մեջ ներառի եւ նա, այսինքն այն հասույթը, որը մենք պետք է ապահովենք տվյալ գնորդի համար, դա պետք է բաղկացած լինի երկու մասից։ Մի մասը բնականոն շահագործում իրականացնելու համար, մյուս մասը գնման գինը, եթե ներդրումներ կանի, նաեւ ներդրումները համարժեք ձևով հետ գնելու համապատասխանաբար շահույթ ապահովելով դրանց համար, չեզոքացնելով բոլոր տեսակի ռիսկերը, որոնք այդ տարիների ընթացքում շահագործման ընթացքում հնարավոր է որ ի հայտ
գան։ Այսինքն 180 միլիոն դոլարը, պարոն Օվսյան, դուք վստահաբար կարող եք ասել, որ շահեկան գործարք է։ Այո, ես վստահաբար կարող եմ ասել, որ դա շահական գործարք է, կարելի է վաճառել 1 միլիարդով, բայց այս դեպքում այդ հասույթը պետք է ապահովեր այդ 1 միլիարդը, այսինքն դա կլներ մոտորապես 50-60 դրամ սակագին միայն հետ գնումն ապահովելու համար։ Հասկանալի։ Հաջորդ մտավախությունը, որից մի քիչ իհարկե քաղաքական հոտ է գալիս, բայց մենք կորցնում ենք մեր էներգետիկ անկախությունը ամբողջությամբ, երբ վաճառում ենք Վորոդան կասկադը։ Մենք էներգետիկ անվտանգության որևիցե անկախության անվտանգության որևիցե կորուստ չենք ունենում, որովհետև կայանը պետք է շահագործվի այն պայմաններով, ինչ պայմաններով որ պայմանագիրը կնքված է, եւ այն լիցենզիայով եւ լիցենզիայի պայմաններով, որը նրան տրված է։ Իսկ դա որևիցե կերպ չի կարող ազդել անկախ սեփականության ձևից, անկախ ներդրողի մաշկի գույնից, չի կարող ազդել մեր անվտանգության եւ անկախության մակարդակի վրա։ Մի բան էլ, չնայած դուք քիչ առաջ դրան անդրադարձաք, էլի քաղաքական հոտ է գալիս արտահայտությունից։ Մենք մեր փող տպող մեքենան նվիրում ենք ուրիշի կամ էժան գնով տալիս ենք ուրիշի։ Վորոդան կասկադը փող տպող մեքենա է այս օրերին։ Ոչ, Վորոդան կասկադը փող տպող մեքենա չէր։ Եթե բնականաբար նա փող տպող մեքենա լիներ, որևիցե մեկը դա չէր նվիրի կամ չէր վաճառի։ Վորոդան կասկադը սովորական մի հատ բաժնետիրական ընկերություն է, որի տարեկան շահույթի մակարդակը տատանում է 2 միլիարդ դրամի սահմաններում կախված տարվա ռեժիմներից։ Եղել է 1.5 միլիոն դոլար, կարող է հասնել մինչև 4 միլիոն, 4.5 միլիոն դոլարի շահույթը։ Դա Վորոդան կասկադի վերականգնման ներդրումների համար բավականին փոքր թիվ է։ Ինչի 70 միլիոն ներդրում քիչ առաջ որ ասում էիք։ Մենք ասել ենք, եւ պայմանագրի մեջ ֆիքսված է, որ կայանը պետք է աշխատի 25 տարի, 25 տարվա ընթացքում տարեկան պետք է արտադրի այսքան էլեկտրոէներգիա, պետք է համապատասխանի հետեւյալ չափանիշներին, չափորոշիչներին։ Մենք ասել ենք, ամենանեղ տեղերը լուծելու համար առաջիկայում պետք է ներդրվի 70 միլիոն դոլար գումար։ Բայց դա չի նշանակում, որ 70 միլիոն դոլարով սահմանափակում է։ Մենք ասում ենք 25 տարի պետք է աշխատի, իսկ 25 տարվա համար թե ինչքան ներդրումներ անհրաժեշտ կլինեն, այսօր կանխատեսում անել այդ ներդրումների մեծության համար շատ դժվար է, որովհետեւ մեկը չի կարող անել։ Բայց ասում ենք պետք է այնքան անել, որպեսզի կայան այդ 25 տարին կյանքը երկարացնել եւ նորմալ աշխատացնել։ Առաջին տրանշը այդ ամենանեղ տեղերը փակելու հուսալիությունը ապահովելու համար դա այդ 70 միլիոն դոլարի ներդրումն է։ Հիմա մի փոքր գործարքի իրավական կողմին անդրադառնանք, այս մասով էլ ձեզ մեղադրեցին, որ Վորոդան կասկադը վաճառվել է առանց իրազեկման։ Երկրորդ, ով է վաճառողը։ Այստեղ էլ թյուրըմբռնում կա։ Վաճառողը Վորոդան փակbaşնետիրական ընկերությունն է, թե Հայաստանի կառավարությունը։ Պայմանագիրը ամբողջովին դրված է կայքում, կարելի է կարդալ եւ տեսնել։ Վաճառողը Վորոդան կասկադ փակbaşնետիրական ընկերությունն է։ Կառավարությունը այստեղ հանդես է գալիս բաժնետիրոջ կարգավիճակով, համաձայն բաժնետիրական ընկերությունների մասին օրենքին, որպես պետական ձեռնարկություն, նա ընդամենը բաժնետեր է։ Բաժնետոմսերը պատկանում են իրեն, բաժնետեր է։ Նա բաժնետոմսերը չի վաճառում, նա վաճառում է ընկերության սեփականությունը, այսինքն ընկերությունը վաճառում է իր սեփականությունը, համաձայնություն խնդրելով իր բաժնետիրոջից, կառավարությունից։ Կառավարությունը տալիս է համաձայնությունը, որպեսզի Վորոդան կասկադը վաճառի այդ գույքը։ Իսկ ինչու չստանալ նաև ազգային ժողովի համաձայնությունը։ Իրավական տեսակետից դրա անհրաժեշտությունը չկար։ Տեսեք, մենք երբ որ գազի համաձայնագիրն էինք ներկայացնում, այնտեղ կար դրա անհրաժեշտությունը, դրանք ներկայացրեցինք։ Այստեղ դրա անհրաժեշտությունը չկա, որովհետև Վորոդան փակbaşնետիրական ընկերությունը իր գույքն է վաճառում, ոչ թե կառավարության գույքը։ Կառավարության գույքը այս դեպքում նրա բաժնետոմսերն են։ Անհրաժեշտություն չկա, թե ցանկությունը չկա։ Ես ճիշտ ասած լավ չհասկացա։ Ազգային ժողովին տեղյակ ողել, որ մենք որոշել ենք այսպիսի քայլի դիմել։ Նախ որևիցե մեկը ոչ մի ձևով չի թաքցրել, անդադ եղել են դեբատներ ազգային ժողովում այդ մասով, թե բանակցությունների ընթացքում, թե բանակցությունների ավարտից հետո եւ ասել ենք այն ինչ որ կա։ Եվ ուղղակի իրավական տեսակետից դրա անհրաժեշտությունը չկար։ Պարոն Օվսյան, հիմա գանք արագ գազին եւ սկսենք
300 միլիոն դրամ պարտքից մենք այս մասին իհարկե խոսել ենք, դուք հիմա կասեք, բայց բերեք մի հատ նորից հստակեցնենք այստեղ այն շեշտադրումները, որոնց վրա էլի դարձյալ հարցեր են առաջացել։ Ինչպես է ձևավորվել 300 միլիոն դոլարը եւ կարելի է դրանից խուսափել թե ոչ։ Խնդրում եմ շատ կարճ։ Ճիշտ նկատեցիք, որ շատ եմ խոսել այդ մասին, բայց չեմ զլանում նորից դա ներկայացնելու։ Ուրեմն 2010 թվականի վերջից արդեն սկսվեց խոսակցությունները այն մասին ռուսական կողմի հետ, որ գազի գները պետք է թանկանան։ Ընդ որում պետք է թանկանան ոչ միայն Հայաստանի համար, նաև բոլոր մյուս երկրների համար։ Եվ բոլորի հետ ռուսական կողմը մտել էր ակտիվ բանակցությունների մեջ։ Մեր համար մենք գտնում ենք, որ անթույլատրելի է թույլ տալ Հայաստանի Հանրապետությունում գազի գնի բարձրացումը։ Եվ եկանք ռուսական կողմի հետ մի համաձայնության, որ մենք շարունակում ենք Հայաստանի Հանրապետությունում այն գինը, որ կար այդ նույն գումարով իրացնել գազը, մինչև անկախ նրանից, թե ինչ կհաշվագրվի ռուսական կողմից Հայաստանի հայ-ռուսգազարդ ընկերության վրա, մինչև բանակցությունների ավարտը։ Իմանալով, բայց որ արդեն պարտքեր են կուտակում։ Բնական էր, բանակցում ենք ինչի համար, որպեսզի չթանկանար։ Բայց պարտքը կուտակվում էր, բայց դա ըստ պայմանավորվածության ռուսական կողմի հետ պարտ կլինի, թե չի, դա միայն բանակցությունների արդյունքը ցույց կտային, այսինքն երբ որ կգայինք այն եզրակացության, թե ինչ է վերջնականապես որպես գազի գին մնում հայկական կողմի համար։ Այդ ընթացքում գազի գինը 180 դոլարից եկավ բարձրացավ մինչև 270 դոլար։ Եվ անցած տարեվերջին մենք եկանք բանակցությունների արդյունքում նրան, որ գազի գինը հայկական կողմի համար այս տարիների համար ընդունում ենք որպես 189 դոլար։ Բայց այդ ընթացքում առաջացավ պարտ բնականաբար, որի մեծությունը շուրջ 300 միլիոն դոլարի էր հասնում։ Բանակցությունների արդյունքում ռուսական կողմը պարտքի մոտ կեսը վերցրեց իր վրա։ Ինչու՞։ Քանի որ այնգլխից պայմանավորվել էինք, որ բանակցությունների արդյունքով պայմանավորված կլինի, թե ինչպիսի արդյունք ենք ունենալու, թե գազի գնի համար, թե պարտքերի հետ կապված։ Կեսը վերցրեց իր վրա, մյուս կեսը առաջարկեց, որպեսզի մեզ փակենք, մենք փակենք, հայկական կողմը փակի։ Մենք առաջարկեցինք, որ այդ կեսը կփակենք մենք, եթե առաջիկա 5 տարիների համար երաշխավորեն մեզ, որ գազի գինը կմնա նույնը։ Բանակցությունների, այս կոմպլեքս բանակցությունների արդյունքում եկանք այն եզրակացության եւ այն համաձայնության, որ այդ 155 միլիոնը մենք համաձայնվում ենք փակել եւ գազի գինը առաջիկա 5 տարիների համար մնում է անփոփոխ։ Միայն նրա վրա կարող է ազդել ինֆլյացիայի գործագիծ, ուրիշ ոչինչ։ Այսինքն 270 դոլարի համեմատ առաջիկա 5 տարիների համար 800 միլիոն դոլար առաջացող բեռը ուղղակի հանվեց մեր սպառողի, մեր տնտեսավարողի ուսերից։ Այդքանով պակաս կվճարի հայկական սպառողը գազի համար։ Դա կարծես թե հասկանալի է, իսկ որտեղ ծնվեց 2043 թվականը։ Բավականին տարբեր գնահատականներ կա։ Ինչպես գիտեք, հայ-ռուսգազարդ Գազպրոմ ընկերությունը բավականին մեծ ներդրումներ ունի հայ-ռուսգազարդ ընկերության մեջ իրականացված եւ դեռ պետք է կատարեն։ Այս ներդրումները սակագնի տեսքով պետք է հետ տրվի իրենց ներդրող ընկերությանը։ Նվեր չեն անում, դնում են, ներդրումը իրականացնում են, անհետև ներդրումը պետք է հետ վերցնեն համապատասխան շահութաբերության նորմայով։ Ինչքան երկար ժամանակում հետ տանք, այնքան սակագնի վրա ավելի քիչ ազդեցություն կունենա։ Այսինքն տվեք մեզ 30 տարի, որ հասնենք հետ բերել։ Այո, եւ այդ 30 տարին կապված է դրա հետ, որպեսզի այդ ներդրումների հետ տալու խնդիրը սակագների վրա առավել մեղմ ազդեցություն ունենան։ Իհարկե 30 տարին ոչ մի ընկերություն դժվար թե համաձայնվի ինչ որ միտեղ ներդրում անի 30 տարվա ընթացքում հետ գնելու պայմանով, բայց ռուսական կողմը ընդառաջեց մեզ, որպեսզի ազդեցությունը սակագների վրա քիչ լինի, որպեսզի այդ ժամկետը վերցվի 30 տարի։ 30 տարին կապված է դրա հետ։ Հասկանալի է, պարոն Բոսյան։ Բայց գամ այն նրբերանգին, որի մասին դուք էլ գիտեք, որ շատ է խոսում։ Մենք այդ 30 տարով մեր ձեռքերը չենք կապում եւ տալիս Գազպրոմին, այսինքն գոյություն ունի այլընտրանքային էներգիայի աղբյուրներ, որոնց զարգացմամբ մենք շահագրգռված ենք։ Հիմա Գազպրոմը շահագրգռված չի հաստատ դրանում։ Այս թնջուկը ով է լուծում։ Ուրեմն դա Գազպրոմի հետ որևիցե առնչություն չունի։ Մենք էլի մերը
վերականգնող էներգետիկան պետք է զարգացնենք, մենք այլընտրանքային էներգետիկան պետք է զարգացնենք, մենք բոլոր տեսակի հնարավորությունները մեր էներգետիկ անվտանգությունը բարձրացնելու, էներգետիկ անկախությունը բարձրացնելու համար իրավունք ունենք կիրառելու։ Դուք դա ասում եք, պարոն Մովսյան, բայց Գազպրոմը իրավական լծակ ունի, դա որևիցե իրավական լծակ Գազպրոմը այդ համաձայնագրով չունի ազդելու մեր վրա, թե ինչի է ձեր մոտ հեկերը կամ արևային էներգետիկան կամ բիոէներգետիկան կամ որևիցե էներգետիկայի տեսակ զարգացնում։ Նման բան ուղղակի տրված չէ իրենց։ Հիմա մի բան էլ, այս մասին մենք դարձյալ խոսել ենք, բայց պիտի մի փոքր ավելի հանգամանորեն առնանք։ Գնի մարժան $189-ից մինչև 391 կամ 2 դոլար։ Այստեղ էլ է անընկալելի դառնում։ Որտեղ է աճում այդ գումարը։ Մի քանի թվեր են մեջբերում ավելացված արժեքի հարկ ծախսեր, այլ ծախսեր, բայց էլի կա կասկածը եւ անվստահության, այսպես ասած, մթնոլորտը այստեղ։ Մեջ չի իսկապես մարժան։ Գիտեք, մեր համակարգը նախատեսված է տարեկան 7-ից 8 միլիարդ խորանարդ մետր գազ իրացնելու, տեղափոխելու, բաշխելու համար։ Եթե մենք այսօր այդ 7-8 միլիարդը ի վիճակի լինեինք կատարելու, ոչ թե տեխնիկապես, այլ դրա սպառողը ունենայինք, ապա այդ մարժան բնակչության համար 90, եթե չեմ սխալվում, դոլար, իսկ արդյունաբերության համար $20, ապա համապատասխանորեն այդքանով կփոքրանային։ Բայց այսօր մենք ունենք այն, ինչ ունենք, անկախ նրանից այդ խողովակով ինչքան գազ է այս կողմ այն կողմ գնում կամ ինչքան գազ է բաշխվում, մենք այդ ծախսերը ստիպված ենք այդ խողովակի վրա անելու համար։ Լավ, ձեզ մենք շուրջ 11,000 կիլոմետր ցածր ճնշման եւ բաշխման համակարգ ենք միայն շահագործում։ Շուտ 2000 կիլոմետր բարձր ճնշման խողովակաշար։ Սա ահավոր մեծ թիվ է նման փոքր հանրապետության համար։ Հասկանալի է, պարոն Մովսյան, բայց տեսեք էլի, մեզ շատ դուրեկան եւ հաճելի, որ լսում ենք $189, բայց երբ գնում ես գազի դիմաց սպառման դիմաց մուծելու, մուծում ես այն գումարը, որը այնքան էլ հաճելի չի։ Հիմա ամբողջ տրամաբանությունը սրա մեջ է։ Մենք չենք կարող զսպել այդ գինը այնպես, որ մի քիչ մատչելի լինի։ Եվ ընդ որում ձեզ մատնացույց են անում այն երկրները, որտեղ սահմանային գնից դեպի սպառման գինը այդքան էականորեն չի տարբերվում, ինչպես Հայաստանում։ Գիտեք, վերջերս նաև ներկայացվեցին այն առավել Հայաստանի Հանրապետության գազային համակարգի մոտ երկրների գները, որտեղ այս նույն խնդիրը կա։ Մի քանի օրինակ ասեք, ես էլ եմ հանդիպել։ Որտեղ կա այս փոքր երկրներ, որոնք ունեն նման բարձր գազաֆիկացիա, որոնց համակարգը կառուցված է դեռևս Խորհրդային Միության տարիներից, ունի շատ ավելի բարձր թողունակություն, քան իրենք են այսօր օգտագործում։ Եվ մոտորապես նույն գներն է, մոտորապես։ Եվ փորձենք հետ գնալ, տարբերությունը ինչի մեջ է կախված։ $189 դա սահմանի վրա գնման գինն է։ Տարբերությունից եթե անում ենք ավելացված արժեքի հարկը, բնակչության մասով այնտեղ 90-ից $100 կուրսից կախված տարբերությունն է մնում։ 10,000 եւ ավելին խորանարդ մետր ծախս ունեցողների համար ընդամենը $20։ Այսինքն եթե միջինացնենք, դա մոտորապես $70 է մի խորանարդ մետր գազը Հայաստանի Հանրապետությունում սահմանից մինչև աշխողին հասցնելու համար։ Համապատասխանաբար ճնշման փոփոխություններով, չգիտեմ, բոլոր տեխնոլոգիական շղթաներն անցկացնելով։ Հիմա եթե այդ $70-ով մենք ոչ թե 2 միլիարդ տարեկան գազ սպասարկեինք, այլ 4 միլիարդ, այդ $70 մի խորանարդ մետրի վրա երկու անգամ կպակասեր, այսինքն դառնար $35, որը շատ նորմալ գին է արդեն, չէ՞։ Բերեք այս պահին հրապարակենք պաշտոնական թիվը, ինչ շահույթ է ստանում գազարտը գազը սպառողին հասցնելու։ Ուրեմն 8% շահույթ առանց հարկերի։ Մենք մեր անցած հանդիպման ժամանակ կանգ առանք Իրանի հետ խորհրդակցություններ անցկացնելու ֆոնին, դուք ասեցիք, որ պետք է մեկնեք Թեհրան, զրուցեք, թե այլընտրանքային գազ ստանալու ինչ տարբերակ եւ ինչ սակագնով է հնարավոր։ Ուր հասավ ձեր խորհրդակցությունը։ Ուրեմն ապրիլի կեսերին նախատեսված է միջկառավարական հանձնաժողովի նիստը եւ օրակարգային հարցերից մեկը նաեւ դա է։ Հետո ինչ կլինի, դեռ պատրաստ չեք ասել։ Կբանակցենք, տեսնենք, արդյոք Իրանը պատրաստ է մեզ
առավել էժան գազ տրամադրելու, քան այսօր ռուսական կողմն է մեզ տրամադրում։ Եթե Իրանը տրամադրում է, մենք պատրաստ ենք այդ էժան Մենք գազը պատրաստ ենք այդ գազը գնելու։ Եկանք էլի այն հարցին, թե գազարդը գոհ է, դժգոհ է մեզանից, դա կարևոր չէ։ Դա կարևոր չէ։ Պարոն Մովսյան, Ազգային ժողովում օրերս նույնպես շրջանառվեց այն միտքը, որ Իրանի հետ 1995 թվականից պայմանագիր է գործում, որը ավելի շահեկան է։ Հիմա սրա հետ ինչպես վարվել։ Այո, 1995 թվականին Իրանի հետ ունեցել են կնքված պայմանագիր։ Շահեկան է թե ոչ, հիմա ես կփորձեմ բացատրել։ Ինչ է ենթադրել պայմանագիրը։ Պայմանագիրը նախատեսում էր յուրաքանչյուր տարի մարտի 21-ից մինչև նոյեմբերի 21-ը Հայաստան ներկրել 1 միլիարդ խորանարդ մետր գազ, այսինքն 8 ամիս տարվա ընթացքում, ընդ որում գարնանային ամսից մինչև խորաշուն, ձմեռվա ամիսներին գազ դեպի Հայաստան չէր նախատեսվում։ Երկրորդ հարցը կապված այդ պայմանագրի հետ, որպես բազային գին 1995 թվականի համար ընդունվել էր $85։ Այդ այն դեպքում, երբ որ այդ նույն ժամանակահատվածում Թուրքմենիայից Հայաստան ներկրվող գազի դիմաց փաստացի վճարվում էր $50։ Մյուս խնդիրը կապված այդ պայմանագրի հետ, այդ պայմանագրով 95 թվականից նախատեսվում էր, որ կաշխատի 15 տարի այդ պայմանագիրը եւ յուրաքանչյուր տարվա համար գազի գինը, այդ բազային գինը կապվում էր միջերկրական ծովում մազութի 1%-անոց ծծմբի պարունակությամբ եւ 95 թվականի մազութի նույն որակի գնի հարաբերակցության հետ։ Այսինքն դուրս է գալիս, որ եթե մենք այսօր այդ պայմանագրով, այդ բանաձևով փորձեինք գազ ներկրել Իրանից Հայաստան, ապա գազի գինը կանգներ $500-ից $600 սահմաններում։ Մյուս խնդիրը կապված այդ պայմանագրի հետ այն էր, որ խողովակաշարը, որը պետք է կառուցվեր թե իրանական կողմում, թե հայկական կողմում, որպեսզի հնարավոր լիներ գազը Իրանից հասցնել Հայաստան, պետք է ֆինանսավորվեր հայկական կողմից։ Ինչ վերաբերում է գազի խողովակաշարի տրամագծի մեծությանը, ապա եթե 1 միլիարդ խորանարդ մետր գազ էր ընդամենը նախատեսվում ներկրել, բնականաբար դա չէր կարող լինել ավելի մեծ, քան այն, ինչ որ մենք այսօր ունենք։ 2004 թվականին մեր խնդրանքով իրանական կողմը համաձայնվեց նորից վերաբանակցենք այս պայմանագիրը եւ շնորհակալ ենք իրանական կողմից, որ ընդունեցին մեր խնդրանքը, սկսեցինք վերաբանակցել եւ արդյունքում ունենք այն պայմանագիրը, ինչ որ այսօր ունենք։ Իսկ ինչ ունենք։ Ստանալ գազը, վերածել էլեկտրաէներգիայի։ Այո, գազի դիմաց վճարումը իրականացնել էլեկտրաէներգիայով, խողովակաշարը հնարավորություն է տալիս տարեկան մինչև 2.3 միլիարդ խորանարդ մետր գազ ներկրել Հայաստան, ֆինանսավորումը իրանական հատվածում իրականացրել է իրանական կողմը, հայկական հատվածում հայկական կողմը, իրանական կողմի օգնությամբ եւ բնականաբար համեմատել այս երկու պայմանագրերը իրար հետ ուղղակի շահեկանության տեսակետից ընդունելի չի։ Հիմա այս հանգրվանից են խորհրդակցությունները գնում Իրանի հետ։ Այո, այն համաձայնագիրը, որն այսօր ունենք, այս համաձայնագրից։ Շատ բարի։ Եվ վերջինը շատ կարճ, ինչի մասին նույնպես շատ է խոսում։ Հայաստանում վարվող գազի կալորիականությունը կասկածի տակ է առնում, եւ այդ կասկածի տակ առնողները համեմատություններ են անում տարբեր երկրներում վարվող գազի կալորիականության հետ։ Հայկական գազը հետ շահեկան վիճակում չի այստեղ, ըստ այդ մեկնաբանությունների։ Այո, անդադ շահարկվում է այդ հարցը, որ եվրոպական գազը, Եվրոպա մատակարարվող գազը շատ ավելի բարձր կալորիականություն ունի, շատ բարձր որակ ունի, քան այն գազը, ինչ որ մատակարարվում է դեպի Հայաստան։ Եվ անընդհատ շահարկվում է այն հարցը, որ եթե մեր որակը հավասարեցնենք եվրոպական որակին, ապա մեր գազը դուրս է գալիս ավելի թանկ, քան եվրոպական գազը։ Իհարկե այստեղ այս մոտեցումները ճիշտ չի, որովհետև սրանք զուտ սիրողական մոտեցումներ են, մասնագիտական մոտեցում այստեղ չկա, ինչի համար։ Գազի որակական բնութագրերը տրվում են երկու որոշիչներով, դա վերին ջերմատությունն է եւ ստորին ջերմատությունը։ Իսկ ով կարող է դա Եվրոպական ամբողջ տարածքում օգտագործում են վերին ջերմատվության բնութագրիչը։
ԱՊՀ տարածքում, նախկին ԽՍՀՄ տարածքում օգտագործում են ստորին ջերմատվությունը։ Մեկը մյուսից գազի դեպքում շուրջ 10%-ի տարբերություն կա։ Դա նույն բանն է, որ վերցնել կիլոմետրը եւ մղոնը որոշակի հատվածի համար համեմատել իրար, ասել գիտեք, այստեղ ավելի շատ է կիլոմետր ավելի շատ է, քան բանը։ Երկարությունը նույնն է մնում։ Բայց այդ մտավախությունը ինչից ծնվեց, որ դեկտեմբեր ամսի վառած գազի դիմաց երբ հունվարին քաղաքացիները մուծեցին, ավելի շատ մուծեցին, քան սովորաբար մուծում էին։ Այստեղից էլ ծնվեց այդ կասկածանքը, որ երևի մենք այն գազը չենք վառում, ինչ վառում էինք ժամանակին։ Չէ, ուղղակի պետք է հաշվի առնել, թե դեկտեմբեր ամսին ինչպիսի եղանակային պայմաններ էին, եւ բոլորը որևիցե մեկը չէր մտածելու վճարելու մասին, այլ մտածում էին տաքացնելու մասին, առանց մտածելու, որ հետո դրա համար վճարելու խնդիր է առաջանալու։ Եթե համեմատենք այս դեկտեմբերը նախորդ դեկտեմբերի հետ, շատ եւ գազի ծախսը մոտ 25-30% ավելին է եղել, քան նախորդ տարվա դեկտեմբերին։ Իսկ էլեկտրոէներգիայի ծախսը մենք ունեցել ենք մինչև օրվա ընթացքում 28 միլիոն կիլովատ-ժամ էլեկտրոէներգիայի ծախս, որը աննախադեպ երևույթ էր, աննախադեպ երևույթ։ Մեր ամենամեծ ծախսը լինում էր նոր տարվա գիշերը, որը 23 միլիոնից չէր անցնում։ Իսկ հիմա սովորական օրերին 28 միլիոն կիլովատ-ժամ էր անցնում էլեկտրոէներգիայի ծախսը։ Եվ ավարտենք, ուղղակի մի քիչ շատ ենք անցել։ Դուք իհարկե այդտեղ մասնագետ չեք, բայց կարող եք ասել, գազին կարելի է միջամտել, թե չէ ինչ որ կերպ։ Այսօրվա գոյություն ունեցող տեխնոլոգիաներով միակ բանը, որ կարելի է գազին անել, պետք է այնպիսի նյութ ավելացնել գազային վիճակում, որը որ պայթյունավտանգ եւ վառվող չլինի, եւ ոչ էլ նպաստի գազի վառմանը։ Ես չգիտեմ նման տեխնոլոգիա, որը ծավալը մեծանա կալորիականության հաշվին։ Ծավալը մեծանա կալորիականության հաշվին։ Օդ մղելուց, օդի մեջ թթվածին կա, դա կբերի նրան, որ կբռնկվի անմիջապես պայթյունավտանգ վիճակ կստեղծվի, իներտ գազեր ավելացնելուց, իներտ գազերը ավելի թանկարժեն, քան գազը։ Շնորհակալություն, այսքանը։ Դուք դիտում եք հարցազրույցի հերթական թողարկումը։ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյան։ Հաջողություն։